Փոքր է, այսպես փոքր, բայց էլի խփած։ Սա էս տխիլի հատիկն է, ինքն էլի խփածները քեորն են, էլի կարանք գտնենք այս խփածներից։ Հա 500 կիլո ստեղից տխիլ եմ քաղելիս էլ։ 500 կիլո ստորի կամ կլի կամ չէ։ Նախորդ տարի տեղի ունեցած ջրհեղեղից դեռ ուշքի չեկած այգետերերը տարերային նորաղետի բախվեցին։ Մայիսի 13-ին տեղացած ուժեղ կարկուտը գրեթե ամբողջությամբ փչացրեց Լոռու Տավուշի մի շարք գյուղերի բերքը։ Տավուշի մարզում առավելապես տուժեցին Արջի, Սայրում, Լճկաձոր բնակավայրերը։ Դեղցի, Հոնի, Պնդուկի, Արքայանարնջի բերքի մի մասը ծառերի տակ է, իսկ այն ինչ մնացել է ծառին հազիվ թե առողջ բերք դառնա, ասում են այգետերերը։ Վնասված է ոչ միայն պտուղը, այլ հենց ծառը, որի առողջացման համար տարիներ են պետք։ Դա ինչքան էլ խորը կտրվի, ինչքան էլ մշակվի, սա կեղևից հետ վնասել է։ Սա երևում է, կեղևից հետ վնասել է։ 60-70%, այն մնացածն էլ 30%, եթե մնացել է, այն էլ պիտանի չի։ Վրեն մնացածը նա շուկայական տեսք չի ունենալու ու շուկայական գնով չի վաճառվելու։ Լրիվ թափոն առնելու։ Լուծումը պետական ուշադրություն դարձնել գյուղացու վրա։ Հակակարգտայինները նոր տեխնոլոգիայի հակակարգտայինելի հակակարգտային ցանցեր դրվի ժամանակակից մոտեցում պետքա ցուցաբերվի սա լրիվ 19-րդ դարի երևույթ է Լա ծառի վրա է, բայց սա էլ պիտանի չի այս արևը խփեց կսևանա կթափի նույնը սա է միջև կորից գնացել է Արջիսի բնակիչ Սամվել Մարտիրոսյանի 3 հեկտար այգին նախորդ տարի ջրհեղեղը տարավ, այս տարի կարկուտը։ 3 հեկտար այգուց առնվազն 45 տոննա բերք էր ակնկալում, 5 րոպեում ամեն ինչ հողին հավասարվեց։ Այգետերերը հուսահատված են, շատերը վարկով են այգի հիմնել։ Կոնե ասենք գյուղատնտեսական վարկեր ա, որ ասենք վերցրել ենք այգի ենք հիմնել, այգի ենք առել։ Կոնե ասենք տանք սարեցվեին ժամանակավորապես կոնե։ Թե չէ առանձնապես տես մեծ սպասելիքներ չունենք։ Տեսլա Իսկ ընդամենը հավաքում եմ խոզերին տալիս հետարանքը խոզը Անկույզի մեծության կարկուտի հատիկները ավիրել են նաև այրումի բնակիչ Վազգեն Հովհաննիսյանի տնամերձայգին, ուժել են նաև նորատունկերը Դեռևին էլ տվել է, ես էլ մատղաշ ծառերա տվել ջարդել է Էսա թափել է լրիվ տակալի Գյուղացիներն ասում են հակակարգտային կայաները շատ ուշ սկսեցին գործել կարկուտը սկսվելուց հետո միայն Եթե ժամանակին կրակում են օգնում է, սուտ չասեմ, բայց երեկվա պահով կարկուտը սկսվեց, նոր սկսեցին կրակել, արդեն ուշ է Եթե գոնե մի 10 րոպե շուտ սկսեին, կօգներ Այս ստուպենների վրա ամեն ստուպենյուրից է լապատկով քերել թափել եմ Որ ասեմ մի 200 կիլո կարկուտ եմ թափել, մենակ նարդիվանների վրիցը Մարդիկ ասնեն, որ կենտրոնը գտնվում է, ասենք, բանում, տեսեղում, ընդեղից են հրահանգ տալիս կամ կրակեն կամ չէ կամ էս կամ են Իսկ ինչն է խանգարում, որ ըստե մեր սարքի մոտ մենք պատասխանատու ենք, այն մարդը ինքը այդ հարցը առաջ տա Եկամուտ, չգիտեմ, բերք չեմ ակնկալում, պարզապես այսօր մեր նպատակն է, որ սրանց մենք պահենք հետագայի համար, էլի գալիքի համար, սերունդերի համար փաստում Գյուղատնտես Դերենիկ Բեջանյան անհանգստանում է հատկապես էնդեմիկ մշակաբույսերի համար Աչքի լույսի պես խնամում փայփայում է խաղողի հայկական էնդեմիկ տեսակները, որոնք նույնպես տուժել են Անհանգստանում է նաև, որ այս տարի իր հյուրերին նույնս չի հյուրասիրելու հատուկ են պտուղ է մնացել ծառին Սա մեր հայկական լալվարի սորտն է Սա ունիվերսալ սորտ է եւ ուտելու սորտ է եւ լավագույն կոնյակի գինե հումք է Եվ շամպայնի գինե հումք է Այն եվրոպական սորտերը հայտնի ֆրանսիական այդ Պինոֆրան, Շարդոնե բան Դրանք անպայման ամերիկյան պատվաստակալները պատվաստում են, որ դառն արմատ այդ վնասատու չի ուտում Սա յուրարմատ սեփական արմատի վրա բան է Ես դրել եմ այդ բանանց, լալվարի, հայկական մուսկատ Որպես մեր ազգային է փաստորեն Ոնց որ իմ հոգեոր հարստություն լինի սա ես չի նշանակում, որ ես դրանից շատ եկամուտ կամ քիչ կստանամ Ուղղակի լինելու համար, որ ամեն օր տեսնեմ, ոնց որ իմ սեփական մտերիմները, հարազատները բան, այդ ձևով փաստորեն
Երկարամյա գյուղատնտեսը հակակարգտային կայանների աշխատանք արդյունավետ չի համարում։ Դրանց արդյունավետության համար այլ մեթոդ է առաջարկում։ Մի հատ որպես գյուղատնտես ես իմ վարկածն առաջարկեմ, ասեմ, որ չար լեզուները ասում են, որ հակակարգտային այդ ցանցը, որ գոյություն ունի, այնտեղ իրականում պետք է օգտագործեն ոչ թե պրոպան կարկուտի դեմ պայքարելու համար, այլ ացետիլ են երևի թե։ Հիմա որքան որ մեր հանրապետությունում ացետիլների խնդիր կա, պրոպան են օգտագործում եւ շատ հաճախակի են մանր մունր չեմ ասում, բայց շատ հաճախ սենց երևույթներ են տեղ ունենում փաստորեն։ Բացի այդ, ինչքան ես գիտեմ, ասում են այդ կարկուտի դեմ պայքարելու համար ոչ թե կարկուտը հալեցնում են կամ հետ են մղում, այլ կանխում են այդ կարկտագոյացման process-ը։ Քանի դեռ այս հարցին արմատական լուծում չի տրվել, նման աղետները շարունակելու են վնաս պատճառել գյուղացիներին, ասում է Այրումի բնակիչ Ռուսլան Անտոնյանը։ Հավելում են, գործող կայանները շատ թույլ են եւ ազդեցություն են գործում փոքր շառավղով։ Մենք ասում ենք հակակարգտային թաղանթներ նաև դուք պատկերացրեք, թե դրանք մեր այս շատ նվազ եկամուտ ունեցող ֆերմերի համար բացարձակապես անհասանելի լուծում է։ Դրանք մի քանի միլիոններ արժեն, բայց գյուղացին ոչ մի անգամ մի քանի 100,000 դրամից ավել եկամուտ չի ունենում։ Այս ամբողջ խնդիրը մենք շատ տարրական մեթոդներով ենք մեր այգիները պաշտպանում։ Այդ պատճառով մենք չենք կարող կարգի եկամուտներ ունենալ, որ սեփական միջոցներով կարողանանք պաշտպանենք մեր այգին։ Միակ հույսը մեր պետական պաշտպանվածություն ունենալն է։ Խնդիր է նաև, որ բերքի ապահովագրություն չկա, ապահովագրական ընկերությունները հրաժարվում են շատ մշակաբույսերի ապահովագրումից, համարելով բարձր ռիսկային։ Ես հեկտար ու կես կարալոկի այգի ունեմ, դեռ 6-7 տարի առաջվանից շատ ուշադիր հետևացել եմ, որպեսզի այդ կուլտուրան եւս ապահովագրության վերցնեն, չեն վերցնում պարզապես ապահովագրող ընկերները, որովհետև տենում են այդտեղ ռիսկերը շատ են եւ իրանց տնտեսական ոնց որ հաշվարկը թույլ չի տալիս այդ կուլտուրան ապահովագրության վերցնել։ Էս է գաղտնիքը։ Քաղաքացու ձայնը Տավուշի մարզի Արջի, Սայրում եւ Լճկաձոր բնակավայրերից։